Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Երբ մարդը թողնում է իր հայրենիքը եւ նոր կյանք սկսում արտերկրում, նա հաճախ բախվում է մի շարք հոգեբանական եւ սոցիալական դժվարությունների։ Շատերը միգրացիայի առաջին փուլում անապահովության զգացում են ունենում։ Նրանք բաժանվում են իրենց ընտանիքից, ընկերներից, ծանոթ միջավայրից եւ ստիպված են լինում հարմարվել նոր մշակույթի եւ նոր միջավայրի, հետագայում արդեն դառնալով դրանց մասնիկը։ Շատերն իհարկե արտերկրում նոր կյանք են սկսում եւ հարմարվում են այն իրականությանը, որտեղ հայտնվել են, սակայն երբեք չեն մոռանում իրենց հայրենիքը։ Հայերի համար բոլոր ժամանակներում կարևորվում են այն արժեքները, որոնք կապված են հայրենիքի եւ ընտանիքի հետ։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատերն են երազում հայրենիք վերադառնալու մասին, իսկ առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում միանգամից ի կատար են ածում այդ երազանքը։ Այսօրվա մեր հյուրը կրթության կառավարման մասնագետ եւ մենթոր Մադլեն Մինասյանը արդեն դա արել է։ Մադլեն, ողջույն, ինչպե՞ս եք։ Շատ լավ, բարի գալուս ձեզ։ Շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ։ Այսօր շատ անկեղծ ու անմիջական զրույց եմ ակնկալում, շատ հստակ իմանալու ձեր բնավորությունը։ Խոսելու ենք ձեր կյանքի, գործունեության, Հայաստան տեղափոխվելու մասին։ Մի խոսքով ձեր մասին ենք խոսելու։ Շատ ուրախ եմ, համեցեք։ Սիրով։ Մադլեն, Հայաստանում հասարակության մեծ մասը եւ հատկապես երաժշտական աշխարհի մարդիկ ձեզ ճանաչում են որպես երգիչ Արտուր Իսպիրյանի կին։ Ինչպես եք ծանոթացել նրա հետ եւ արդյոք հենց այդ հանդիպումն է պատճառ հանդիսացել, որպեսզի դուք հետագայում արդեն Հայաստան տեղափոխվելու որոշում կայացնեք։ Արտուրին հանդիպել եմ 1999 թվականին ու շատ հետաքրքիր ձևով ինքը իմ բարեկամի հրավիրել էր իր տեսահոլովակում նկարվելու եւ Դավիթը Արտուրին առաջարկեց իմ բարեկամը Սաղմոսավանքում է աշխատում, վերանորոգում է վանքը, եկեք մի շաբաթ օր գնանք իրեն մոտ։ Դավիթը եւ Արտուրը եկան Սաղմոսավանք, իսկ ես հայտնվում էի կտուրի վրա, որովհետև քննարկում էինք կտուրի վերանորոգումը։ Ցած նայելիս տեսա, որ իմ եղբայրն է, բարեկամն է եկել եւ իր հետ էլի երիտասարդ բարևեցի եւ դիմավորեցի, դա մեր առաջի հանդիպումն էր եւ տարիներ մենք պարզ շատ մտերիմ ընկերներ էինք, իսկ սերը տարիներ հետո։ Իսկ մինչ այդ նրան ճանաչում եք, թե դեմ արդեմ առաջին հանդիպումը հենց դա էր։ Չէ, առաջին հանդիպումը դա էր, ցավոք իրեն չէի ճանաչում որպես երաժիշտ, բայց երբ որ իրեն որպես երաժիշտ էլ հասկացա եւ լսեցի, բացահայտեցի։ Այո, եւս բազմա կողմանի սեր առաջացավ։ Այդտեղ սիրահարվեցիք։ Մասամբ, այո։ Այդ հանդիպումից որքան ժամանակ անց արդեն հասկացաք, որ հենց նա է այն տղամարդը, որը ուզում եք ձեզ ուղեկցի ողջ կյանքի ընթացքում։ 2 տարի հետո մենք ընկերներ էինք, 2 տարի, ինքը Լոս Անջելես էր ապրում, ես Նյու Յորք, կապը պահում էինք եւ 2001 թվականին երկուսս գտնվում էինք Երևանում։ Նկատեցի, որ իմ զգացմունքները եւ նաեւ իր զգացմունքները ավելին էին։ Այո։ Փաստորեն ճակատագրական հանդիպումը հանգեցրեց նաև ճակատագրական որոշման, եւ դուք եւ Արտուրը որոշեցիք արդեն տեղափոխվել Հայաստան մշտական բնակության։ Այո, 2001 թվականին արդեն ես տեղափոխվել էի Հայաստան եւ Արտուրը դեռ Լոս Անջելեսում էր, բայց եկել էր հայրենիք իր ծնողների մոտ եւ ես իրեն ասեցի ուրիշ տեղ ես չեմ ապրի, ես ապրելու եմ հայրենիքում, կմիանաս ինձ եւ ինքը ասաց հենց էդ էլ ես ուզում էի, ես եկել եմ որպեսզի կազմակերպեմ իմ մնալը, այսինքն զուգադիպեց, որ մենք երկուսս ընտրեցինք իրար հետ հայրենիքը։ Շատ հետաքրքիր սիրո պատմություն է։
Խոսեցինք ձեր ծանոթության մասին, բայց չխոսեցինք ձեր արմատների մասին։ Գիտեմ, որ շատ մանրամասն ուսումնասիրել եք ձեր գեները, որտեղից են սերում ձեր արմատները։ Շատ հետաքրքիր պատմություն է եւ նոր եմ հայտնաբերել ավելի մանրամասն։ Մի քանի տարի առաջ ՏՆՏ-ն, երբ որ հետազոտեցի, այսինքն հանձնեցի իմ ՏՆՏ-ն, որպեսզի հետազոտեն, պարզվեց, որ 97% հայ եմ, բավականին ազդեցիկ տոկոս է, նկատի ունենալով, որ միշտ դրսում, այսինքն իմ պապայիս կողմից պարսկահայ են 1600 թվականներից, իմ մայրիկիս կողմից արևմտահայ են, Վանից 97%-ը բավականին մեծ է։ Այս վերջերս գտա նաև հետազոտության կենտրոն, որը ավելի հին արմատներն են ուսումնասիրում եւ կարողանում են ԴՆՏ-ով տանեն հազարավոր տարի առաջ։ Եվ շատ հետաքրքիր է, որ իմ ամենահին արմատները հենց Երևանից են, կա նաև Ուրարտու, բայց հենց Երևանն է նշած, եւ դա պատահական չի, որովհետեւ առաջին անգամ, որ եկա Երևան 96 թվականին եւ Զվարթնոց հայտնվեցի, ոտքերս որ դրեցի մեր հողին, համ էներգետիկ եւ համ ոնց որ եթերային զգացմունք էր, հետաքրքիր է ոնց է մագնիսը դարեր անց ինձ բերել Հայրենիքի ձգողությունն է, այո, հայրենիք։ Ինչպիսին էր Հայաստանը ձեր մտապատկերում միջև Հայաստանում հայտնվելը։ Առաջի տարին, որ եկա Հայաստան 96 թվականներ եւ Գոգարան գյուղում էի, դա Վանաձորի եւ Սպիտակի արանքում էր։ Դժվար պայմաններ էին, Գոգարան գյուղի դպրոցը փլվել էր երկրաշարժի եւ ժամանակաշրջանն էլ բավականին դժվար ու ծանր էր Հայաստանի համար։ Այո, բայց հանդերձ այդ դժվարությամբ ես հանդիպեցի խիզախ, ուրախ ժողովրդի, որ կարողանում էին ապրելու ժամանակ ապրեին, տխրելու ժամանակ ողբային եւ աշխատելու ժամանակ երանգով կառուցել։ Ես այդ ժողովրդի մի մասնիկը դարձա։ Այդ առաջի 2 տարին ինձ համոզեց, որ ոչ թե միայն հողն է, որ իմ համար կարևոր է, այլ ավելի կարևոր է ժողովուրդը, որը ապրում է այս հողի վրա, որպեսզի իրանք ինձ սովորեցնեն, որպեսզի ես կարողանամ իրենց նաև ազդեմ իմ փորձով, որ այդ համագործակցությունը լինի այնինչ, որ երևի մեզ պետք է որպես ազգ, փեթակ, որտեղ բոլոր դաշտերից միանում ենք եւ միասին այս փեթակում մենք կարողանում ենք ամենակարծր ապագան կառուցենք։ Կարող ենք ասել, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ձեզ մոտ ասոցացվում են ուժի հետ։ Ուժի դիմադրելու կարողանում ենք մենք դեր երազել ամենադժվար պայմաններում, կարողանում ենք իրար ձեռք մեկնել ամենադժվար պահերին, ամեն ինչ իդեալական չի, մենք ունենք շատ պայքարներ, մենք ունենք շատ բարելավելու տեղեր, բայց կարծում եմ մենք մեր պատմությունը եւ մեր փորձը հիմքը արդեն մեզ հանդեսանում, որպեսզի մենք երազենք մեր լավ կողմերի մասին։ Փաստորեն հենց այդ այցի ընթացքում է ձեր մոտ արդեն սկսել հասունանալ որոշումը, որ ուզում եք տեղափոխվել Հայաստան։ Այո, ու հենց 96-ին, երբ որ իմ հերթներ Արևտուրի Վանաձոր էին գնում, այն ժամանակ Գոգարան գյուղից Վանաձոր գնալը Փարիզի համատեղ տեղ գնալ է եւ հիշում եմ որ Վանաձոր գնացի հեռախոսով զանգեցի մայրիկիս եւ ասացի մայրիկ ես մնում եմ ստեղ կարող եք ապրանքս ուղարկել ես հետ չեմ գալիս 19 տարեկան էի ասեց եթե իրոք դու սիրում ես այդ երկիրը ուրեմն վերադարձիր մասնագիտություն ձեռք բերիր, կրթություն, դու հնարավորություն ունես շատ լավ կրթվելուն, ավելի որակյալ եւ ավելի ոնց որ
ներդրող մարդ եղիր այդ երկրի համար, եթե իրոք դու սիրում ես, եւ ինչքան դժվար էր իմ համար, իր խորհուրդը լսեցի, չմերժեցի մայրիկին եւ ամենալավ որոշումն էր, որովհետեւ ինչպես միշտ մայրիկները ճիշտ են։ Շատ գեղեցիկ տուն ունեք, Մադլեն, շատ գունավոր տրամադրություն եւ ջերմություն հաղորդող։ Հաճախակի եք տանը ժամանակ անցկացնում, հասցնում եք։ Շատ եմ սիրում տունը լինել, որովհետեւ շատ եմ սիրում կարդալ, շատ հետաքրքրասեր եմ։ Տունը իմ համար փոքր կղզի է եւ շատ ուրախ եմ, որ դա մեր հայրենիք օվկիանոսում է։ Մադլեն, ձեր տանը նկատում ենք շատ հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։ Ում գաղափարն է։ Իմ գաղափարն են, որովհետև հայկական ճարտարապետությունը շատ եմ սիրում, օրինակ այս սյունը, որ տաշած է հենց տուֆքարից, հավաքել եմ այն բոլոր վանքերից, բոլոր տեղավայրերից, որ սիրել եմ և կապ եմ զգացել էլեմենտներ և բերել, խնդրել, որ պիսի իմ ամեն օրվա գեցվածքս լինի նաև այդ էներգիայով։ Մադլեն, հոգատար մայր և կին լինելուց բացի, նաև շատ ակտիվ եք մենթորության և քոուչինգի ոլորտում, որտեղից է առաջացել ձեր անսահման մեծ սերը դասավանդելու հանդեպ։ Մարկ Թվեյնը շատ հետաքրքիր ամերիկյան գրող, շատ հետաքրքիր ասացվածք ունի, ասում է մարդ ունի իր կյանքում երկու կարևոր օր։ Այդ օրը, որ ծնվում է, եւ այն օրը, որ հասկանում է, թե ինչու է ծնվել, ինչու է ինքը ծնվել։ Այդ առաքելությունը ինձ միշտ հետաքրքրել է։ Ես միշտ հետաքրքրված եմ եղել, թե ինչու եմ ես ծնվել, ինչ առաքելություն ունեմ այս աշխարհում։ Գիտելիք փոխանցելն է ձեր առաքելությունը։ Ինչպես գտա, ամերիկյան համալսարանում դասավանդում եմ եւ 13 տարի առաջ առաջի անգամ մտա լսարան։ Հանդիպեցի իմ առաջի ոնց որ սերունդին, ուսանողներին եւ այդ մի ժամ 15 րոպեն իմ համար ակնթարթ էր։ Երբ որ այդ ժամանակը թռնում է, երբ որ չեք հասկանում որտեղ գնաց է ժամանակը, երբ որ վերև եք նայում եւ տեսնում եք արավոտ 4-ն է, ամբողջ Երևանը քնած է ու դուք չնկատեցիք, որ անցել է 6 ժամ, 5 ժամ, որովհետեւ այնքան կլանված եք, այդ ամեն մարդու ինչուն է։ Ես դա գտա լսարանում եւ ես դա գտել եմ շփվելուց երիտասարդների հետ։ Սկզբից դասավանդում էի, հետո սկսեցի տրեյնինգները արդեն աշխատանքի վայրում եւ վերջերս քոուչինգը, որը իրոք կենտրոնացված է, թե ուրիշներին օգնել իրենց ինչուն գտնել, մոտիվացնել, ոգեշնչել, որովհետեւ երբ որ մարդ գտնում է իր ինչուն, արդեն կանգ չկա եւ արդեն սահմաններ չկա։ Դուք աշխատում եք այնպիսի ոլորտում, որն իրենից շարունակական կրթություն է ենթադրում։ Ձեր պարագայում նաև ինքնակրթության եւ տրեյնինգների միջոցով։ Հետաքրքիր է, աշխատանքի առումով համագործակցում եք արտասահմանյան մասնագետների հետ եւ որքանով են նրանք օգտակար այս առումով, որքանով են հաճախ ներգրաված լինում Հայաստանում տրեյնինգներ անելու process-ի մեջ։ Իհարկե, դա հաճախ է լինում համ իմ ուսման մեջ, երբ որ ես եմ ուսանողը, համ այն ժամանակ, երբ որ ես լինում եմ արդեն դասախոսը։ Եվ կասեմ, որ այդ համագործակցությունը անչափ կարևոր է, որովհետև մենք որպես երկիր բավականին փակ ենք եղել եւ միատարր։ Եթե նայենք Հայաստանը 5 տարի առաջ, կասենք 98% ժողովուրդը հայ քրիստոնյա էին, շատ միատարր ժողովուրդ ենք, բայց ապրում ենք շատ մեծ գլոբալ երկրագնդում, որտեղ պետք է այդ համագործակցությունները շատ լինի։ Շարունակելով թեման, նշենք, որ դուք եւ հայկական եւ ամերիկյան կրթամշակութային արժեքների կրող եք եւ հետաքրքիր է ինչպես եք մտածում հայ մասնագետները
ինչպիսի մրցակցության մեջ են միջազգային շուկայում։ Ինչ կարող ենք մենք տալ մեր արտասահմանյան գործընկերներին եւ մենք հայերս ինչ կարող ենք եւ պետք է վերցնենք նրանցից։ Այստեղից հետո մենք իրար հետ կհյուրընկալվենք Pixart-ում, որտեղ դուք կհանդիպեք իմ գործընկերներին, շատ են եւ կարող եմ ասեմ աշխարհի առաջնատար մասնագետներից են։ Ես ունեմ ուսանողներ, որ հիանում եմ, ես մեկ-մեկ իրանց մտքերը լսելով կամ իրանց գրությունները կարդալով մի պահ կանգնում եմ, ասում եմ, ես եմ իրանց դասախոսը, իրոք մենք մեր կադրային պոտենցիալը երևի մեր ամենամեծ ռեսուրսն է եւ դրա համար ներդրումը այդ ռեսուրսին բավականին չափ կարեւոր է եւ մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք համագործակցելով եւ ներդրումով զարգացնելու։ Շատ լավ, ուրեմն առաջարկում եմ տեղափոխվենք Pixart, այդ ամենին տեղում համոզվելու։ Գնացինք։ Բարի գալուստ հայացին եւ արդեն միջազգային Pixart Հայաստանի ամենաազդեցիկ էքսպորտն է մենք ունենք ամսական 150 միլիոն օգտատեր եթե լինեինք մենք երկիր ապա կլինեինք 9-րդը ամենամեծ մարդաքանակությամբ Շնորհակալություն Մադլեն, իսկապես ֆանտաստիկ էներգիա կա այստեղ, արդեն կռահում եմ ինչպես եք հայտնվել այստեղ։ Առաջարկում եմ մի փոքր բացենք փակագծերը։ Դուք Pixart-ի հանրային կապերի տնօրենն եք։ Այո։ Ինչ է իրենից ներկայացնում ընկերությունը եւ ինչ ազդեցություն ունի ձեզ համար։ Շատ մեծ սիրով։ Ուրեմն Pixart-ը ստեղծել է մեր հիմնադիրը Հովհաննես Ավոյանը եւ մեր համահիմնադիրները Արտավազդ Մերապյանը եւ Միքայել Վարդանյանը եւ իրենց գաղափարով, Հովհաննեսի գաղափարով, որ բոլորը ծնվել են ստեղծագործ եւ ստեղծագործ լինելու համար, որպեսզի այդ ստեղծագործությունը իրենք կարողանան իրականացնեն, պետք է իրենց համայնք, գործիքներ եւ անվերջ երազել։ Հովհաննեսի երազանքը դա էր, որ մեծ IT ընկերություն ստեղծիր, որը Հայաստանը կդնի IT քարտեզի կարևորագույն կետ որպեսզի Հայաստանը ճանաչեն իր ժողովրդին, իր կադրերին, իր ինովատիվ եւ իր ստեղծագործ մարդկանց պրոդուկտով։ Եվ սկսեց Pixart ընկերությունը, ես շատ սկզբի տարիներին եմ միացել եմ, որովհետև ոգևորվեցի այն երիտասարդներով, որ այստեղ աշխատում էին, սկսեցինք կառուցել մի ընկերություն, որը ծնվել է Հայաստանում, բայց հիմա օֆիսներ ունի Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոնդոնում, Մադրիդում, Բարսելոնայում, Բերլինում, շարունակեմ Ռոմանիայում։ Շատ մեծ աշխարհագրություն ունի իսկապես Pixart-ը եւ շատ հետաքրքիր է ինչպես է կանում, որպեսզի Pixart-ի օգտատերերը շարունակեն ակտիվորեն օգտագործել հավելվածը եւ այն մրցունակ մնա։ Անընդհատ պարգևելով նորարարություններ։ Մեր մեծ թիմը, բավականին տաղանդավոր թիմը, ամբողջ օրը զբաղվում է նորարարությունները իրական դարձնելու։ Ամեն անգամ, որ մեր օգտատերերը բացում են հավելվածը, ունեն նոր գործիքներ, ունեն նոր ոգեշնչվող տարբեր կադրեր, որից կարող են սկսել եւ պատմել իրենց պատմությունները։ Ինչպես եք ընտրում նոր աշխատողներին, ինչի վրա եք ուշադրություն դարձնում նրանց ընտրելիս։ Մենք ամբողջովին ընդունելություն ենք նայում, մենք ամբողջական կադրին։ Համ պիտի ինքը լինի տեխնիկապես շատ հզոր, բայց նաև մենք փորձում ենք այն մարդկանց գտնել, որ մեր նման ոգևորվում են, մեր նման աշխատասեր են, երասկոտ են, հավատում են առաքելությունը, հավատում են, որ մեծ պատասխանատվությունը ստեղծագործ լինելու հնարավորությունը ստեղծել է եւ տարածել է աշխարհով մեկ։
նման նպատակներ կյանքի կոչելու համար շատ մեծ եւ շատ ուժեղ երազող թիմ է անհրաժեշտ։ Ինչպիսին են թիմային հարաբերությունները Pixart-ում, ինչից է ոգեշնչվում թիմը։ Բավականին հավասար մի սենյակում ենք նստում, ոչ ոք չունի իր գրասենյակը, մեր հիմնադիրներն էլ չունեն գրասենյակ, ընդհանրապես ունեն գրասեղան, որը կիսում են մեր հետ։ Բավականին շատ առիթներ ենք տալիս, որ թիմը իրար ճանաչեն, իրար հետ աշխատեն, ազատություն եք տալիս, ազատություն ենք տալիս, ես օրինակ շաբաթը մի քանի օր տնից եմ աշխատում, երբ որ սիրում եմ շատ օֆիս գալ եւ արիերես հանդիպել իմ աշխատընկերների հետ եւ դա թույլ է տալիս, որ մարդը համ աշխատանքին նվիրվի, համ էլ կարողանա իր ընտանեկան եւ իր այլ պարտականություններին հասնի եւ լինի ստեղծագործ, որտեղ որ ինքը զգում է հանգիստ։ Ինչքան էլ ամեն ինչ հեքիաթային է թվում, բայց այնուամենայնիվ լինում են դժվար եւ խնդրահարույց պահեր։ Հետաքրքիր է, երբ աշխատակիցները, թիմի անդամները մոտիվացիայի խնդիր են ունենում, պակաս են ունենում, ինչպես եք օգնում նրանց հաղթահարել ճգնաժամը։ Այո, իհարկե, ամեն ինչ միշտ հեքիաթային չի եւ IT աշխատանքը բավականին դժվար է, պիտի շատ ճկուն լինել։ Մենք ունենք տարբեր հնարավորություններ մեր աշխատողների համար, փորձում ենք այնպիսի միջավայր ստեղծել, որ աշխատողները զգան, որ իրանք գնահատված են եւ ունեն բազմաթիվ առիթներ, նաեւ երջանիկ որակյալ կյանք ապրեն։ Այո, մենք այնտեղ տեսանք նաև մի քանի ամսական երեխայի։ Այո, դա մեր ամենափոքր աշխատողն է։ Եվ այս վերջերս նկատեցինք, որ ինքը շուտ-շուտ է գալիս, դրա համար որոշեցինք մի փոքր անկողին էլ բերենք, որ հարմարություններ եք ստեղծել նրա համար։ Այո։ Մադլեն, համամիտ եք այն կարծիքի հետ, որ մեծ գաղափարները ծնվում են փոքրիկ քայլերից, թե մեծ համարձակություն է պետք լավ արդյունք գրանցելու համար։ Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, ռիսկը գործի կեսն է։ Ինձ թվում է, ելի մենք վերադարձանք այդ համագործակցության բառին, այսինքն համագործակցելով երկու կողմից փորձում ենք ապահովել համ տեսիլքը, համ փոքր քայլերը, բայց ես միշտ հավատացել եմ այդ երազանքները կարևոր են, որպեսզի մեզ մեր համար ծառայեն որպես ամենագերագույն աստղը, որին հետևում ենք երկնքում։ Դուք որպես հանրային կապերի տնօրեն, ինչ խորհուրդ կտաք Հայաստանում գործող կրթական եւ նոր տեխնոլոգիական ստարտափներին, ինչպես գործեն, որպեսզի հաջողությունների հասնեն։ Շատ լավ։ Հիմա բավականին հետաքրքիր հնարավորություն ունենք արհեստական բանականությամբ, որպեսզի իրեն կիրառել որպես օգնող, որպես աշխատող ուժ, երազել եւ պատմել երազանքի մասին։ Պետք է մի քիչ ավելի ռիսկով տարբեր բաներ փորձել, ծախողվել միգուցե, նորից կանգնել, նորից փորձել, նորից ծախողվել եւ անկրկնելի փորձել, որովհետեւ ամեն անգամ ինչ-որ մի բան սովորում ենք այդ փորձերից։ Մադլեն, եւ մեր վերջին հարցը, որը ուղղում ենք մեր բոլոր հյուրերին։ Որն է ձեր ուղերձը, հորդորը մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք երկմտում են Հայաստան տեղափոխվելու որոշման հետ կապված։ Ինչ կարող է Հայաստանը տալ նրանց, ինչպես կարող է փոխվել նրանց կյանքը հայրենիքում։ Հետաքրքիր է, որովհետեւ միշտ ինձ թվում է անցյալում Սփյուռքի մոտ տպավորություն ա եղել, որ հայրենիք տեղափոխվելը առաքելությունը կամ ինչ-որ ազգասիրություն է։ Ես կարծում եմ այսօր լրիվ հակառակ պատկերն է, ինձ թվում է Հայաստան տեղափոխվելը հնարավորություն է։ Եթե կա աշխատանք այստեղ, եթե կա երազանք իրականացնելու ուղի, Հայաստանը հրաշալի տեղ է ընտանիքների համար, մարդկանց համար, որ ունեն առաքելություն, որը ամեն առումով կարող եմ ասել իր տարածաշրջանը եւ իր մոտիկությունը աշխարհի հետաքրքիր վայրերից մինչեւ ընտանիքասիրությունը եւ երեխաները ոնց են կարողանում այդ ընտանիքասիրությունը այստեղ ոնց որ ստանալ շատ բնական ձևով։ Չգիտեմ, ինձ թվում է, որ իմ կյանքս որակապես ավելի լավացավ Հայաստան տեղափոխվելուց։ Էդի զոհաբերություն չէր, ընդհակառակը ինձ թվում է
սկսեցի ապրել, երբ եկա այստեղ։ Մադլեն, շնորհակալություն շատ հետաքրքիր եւ անմիջական զրույցի համար։ Դուք միշտ այստեղ տեղ ունեք, համեցեք։ Շնորհակալություն, սիրով։ Հայաստանում հաստատվելը հատկապես երբ ծնվել ես օտար երկրում, նոր դժվարություններ եւ հույզեր է առաջացնում։ Հայրենադարձները երբեմն նույնիսկ վտարանդի զգացում են ունենում։ Նրանց թվում է, թե ամբողջությամբ չեն կարող ինտեգրվել տեղի կյանքին, սակայն շատ քիչ ժամանակ անց նրանք համոզվում են, որ հենց այդ համադրություններն ու տարբերություններն են ամբողջացնում եւ ուժեղացնում մեր ազգին ու մեր երկիրը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Կհանդիպենք։